Իջևան համայնքում գտնվող հողամասի շուրջ իրավական գործընթացն ավարտվել է համայնքի օգտին։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցը, դադարեցնելով ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը թատերական փողոցում գտնվող հողամասի նկատմամբ։ Դատանի վճիռն արդեն ստացել է օրինական ուժ, իսկ հողամասը վերադարձվել է համայնքին։ Թե ինչ հիմքերով էր ներկայացվել հայցը եւ ինչ է հայտնի գործի վերաբերյալ ներկայացնում է դատախազը։ Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողակտորների շուրջ իրավական գործընթացները վերջին տարիներին հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Քրեական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կառուցապատման իրավունքով տրամադրված մի շարք հողամասեր տարիներ շարունակ չեն օգտագործվել իրենց նպատակային նշանակությամբ։ Ինչից հետո հակակոռուպցիոն դատարան են ներկայացվել կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու պահանջով հայցեր։ 2023-ից 25 թվականներին Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքի հողակտորների կառուցապատման իրավունքի դադարեցման հետ կապված ներկայացրել ենք հակակոռուպցիոն դատարան ընդհանուր թվով 17 հայցադիմում ընդհանուր շուրջ 6000 քառակուսի մետր հողակտորի հետ կապված իրավունքների դադարման պահանջով։ Գործընթացը մեկնարկել է 2023 թվականին հողամասերից մեկի հնարավոր ապօրինի օտարման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Իրավապահների փոխանցմամբ ստացված հաղորդման հիման վրա ուսումնասիրվել է ամբողջ զբոսայգու տարածքը, որտեղ արձանագրվել են չօգտագործվող հողակտորներ, որոնց նկատմամբ պահպանվել են տարբեր անձանց կառուցապատման իրավունքները։ Գործընթացը սկսվել է 2023 թվականին մեկ հողակտորի հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնված եղել հողամասի ապօրինի օտարման կապակցությամբ եւ դրա շրջանակներում այդ հաղորդման հիման վրա արդեն որոշել ենք ուսումնասիրություն իրականացնել ամբողջ այգու տարածքի հողակտորների վերաբերյալ, ինչի արդյունքում պարզվել է, որ կառուցապատման իրավունքով տրամադրված հողակտորները ճնշող մեծամասնությամբ չեն օգտագործվել իրենց նպատակային նշանակությամբ, այսինքն ինչի համար որ տրամադրվել են կառուցապատման նպատակով չեն օգտագործվել, դրանք որպես հողակտոր դատարկ վիճակում շարունակում են գտնվել քաղաքային զբոսայգու տարածքում եւ դրա նկատմամբ գրանցված է տարբեր անձանց կառուցապատման իրավունքը։ Վերջին 2-3 տարիների ընթացքում դատարանը բավարարել է ներկայացված 17 հայցերից 16-ը։ Արդյունքում հողատարածքները վերադարձվել են Իջևան համայնքին, իսկ մեկ հողակտորի վերաբերյալ դատական գործընթացը դեռ շարունակվում է Վերաքննիչ դատարանում։ Այս 2-3 տարիների ընթացքում քաղաքացիական գործերով հակակոռուպցիոն դատարանում 16 հայցադիմում բավարարվել է եւ փաստացի հողատարածքները վերադարձվել են Իջևան համայնքին, այսինքն սուբյեկտների կառուցապատման իրավունքը դադարեցվել է նշված հողամասերի նկատմամբ եւ հողամասերը վերադարձվել են համայնքներին։ Մեկ հողամասի վերաբերյալ քաղաքացիական գործի քննությունը Վերաքննիչ դատարանում դեռևս շարունակվում է եւ Վերաքննիչ բողոքի քննության ավարտից հետո արդեն պարզ կլինի գործի ընթացքը, այսինքն հողամասի ճակատագիրը։ Իրավապահ մարմինները հողում կատարելով հողային օրենսգրքի 102-րդ հոդվածին հակակոռուպցիոն դատարանը ներկայացրել ընդհանուր 17 հայցադիմում շուրջ 6000 քառակուսի մետր մակերեսով հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու պահանջով։ Հողային օրենսգրքի 102-րդ հոդվածով նախատեսվում է կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասը 3 տարվա ընթացքում չօգտագործելու դեպքում դրա նկատմամբ կառուցապատման իրավունք ունեցող անձի կառուցապատման իրավունքի դադարման հարկադիր կարգով կառուցապատման իրավունքի դադարեցման հնարավորություն եւ այդ նորմի հիման վրա հողային օրենսգրքի 102 հոդվածի հիման վրա դիմել ենք դատարան նշված սուբյեկտների կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջով եւ բավարարվել է հողամասերը վերադարձվել են համայնքին։ Համապատասխան աշխատանքները շարունակվում են, իսկ դատական վերջնական ակտից հետո պարզ կլինի նաև վերջին հողամասի իրավական կարգավիճակը։